Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 12-ին քննվում էր Ստեփան Ասատրյանի ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործը, որով կարգալույծ քահանան վիճարկում է ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու վերաբերյալ։ Դատարանը պարտավորեցրել էր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն վերականգնել Ստեփան Ասատրյանի նախկին կարգավիճակը եւ ծառայությունը Սուրբ Հովանավանքում։ Ստեփան Ասատրյանը այս նիստին եւս չէր ներկայացել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը նախորդ նիստի ժամանակ բացառք էր հայտնել դատավոր Սիմա Աբովյանին ու հիմնավորել էր անվստահություն հայտնելու պատճառները։ Արա Զոհրաբյանի խոսքով այս գործը չի կարող քննվել դատարանի լիազորությունների տիրույթում, քանի որ կողմերը միմյանց հետ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ չեն։ Այսօր դատավոր Սիմա Աբովյանի վարույթում քննվող Ստեփան Ասատրյանին դեմ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու գործով ուրեմն բացարկի վերաբերյալ որոշումը հրապարակվեց, դատավորը մերժել էր բացարկին, ինչպես մենք եւ ակնկալում էինք, եւ քննարկվեց մեր միջնորդությունը, որի հետ կապված պետք է որոշում կայացնի, այսինքն հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդությունը պետք է քննարկի որոշում կայացնի, այդ մասով էլ մենք այդպես հուսադրող բան չենք կարող ասել, որովհետեւ մեր կարծիքով դատավորը չունի այդ անկախությունը, որ ինքը կարողանա քննել, այդ պատճառով էլ մենք բացառք ենք հայտնել։ Դատական մյուս նիստի ժամանակ Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Արամայիս Թախմազյանը ընդդեմ Մայրաթորի գործը։ Նա նույնպես կարգալույծ քահանա է։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դարձյալ բացառք հայտնեց դատավոր Հովհաննես Մելքոնյանին, քանի որ հայցը ըստ նրա չէր կարող վարույթ ընդունվել, որովհետև օրենսդրությամբ ամրագրված է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին։ Սահմանադրության 18-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու առավելության մասնիկի 2-րդ հոդվածի խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17 հոդվածի կանոնատարումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարում իր նվիրատվության սահմաններում։ Պետությունը չի կարող միջամտել եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեության եւ ներքին կյանքին։ Ըստ փաստաբանի դատավորը ծանր կացության մեջ է դրել հոգևորականներին եւ հավատացյալներին, այդ մասին է վկայում նաեւ Արագածոտնի թեմի հոգևոր դասի վերջերս հրապարակած հայտարարությունը, որով քահանաները իրենց անհամաձայնությունն են հայտնում դատարանի որոշմանը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ կարգալույծ հոգևորականները աշխարհական անձեր են եւ դատարանի որոշումները անհամատեղելի են եկեղեցական կանոնի հետ։ Բացառք հայտնեցինք դատավորին, ըստ էության նույն հիմքերով ինչ որ նաև մյուս դատավորներին ենք հայտնել, մենք չենք վստահում այս դատավորներին, որովհետև իրենք հայցադիմը ընդունելով վարույթ, որի իրավունքը չունեին, նաև ըստ էության հայցի բավարարման ուղղված որոշում են կայացրել, այսինքն պարտավորեցրել են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ այլ անձանց, որպեսզի ապահովեն այս աշխարհիկ անձանց պաշտոնավարումը հոգևոր հովվի պաշտոնում։ Սա բնականաբար առաջացրել է շատ խնդրահարույց հարցեր եւ անհամատեղելիություն է առաջացրել նաեւ հոգևոր դասի մոտ, ըստ էության նրանք կանգնել են ընտրության առջև, կամ մի կողմից պետք է դատանի որոշումը կատարեն հակադրվելով եկեղեցական իրենց կանոններին եւ իրենց ներքին խղճին ու համոզմունքին, ու դրանով սրբապղծության, այսպես ասած, մեղքի մեջ ընկնեն։ Մյուս դեպքում, եթե իրենք պահում են եկեղեցական կանոնները եւ իրենց ներքին համոզմունքով են ղեկավարվում, ապա ստացվում է իրավախախտ տիրույթում են հայտնվում։ Սա բնականաբար հենց այն պարադոքսալ որոշման բացասական հետևանքն է։ Մարտի 11-ին Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ նիստ էր տեղի ունեցել։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի հայցով գործին ներգրավել էր նաև Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, որը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փաստաբանի դիտարկմամբ այս 3 գործերում էլ ակնհայտ է, որ դատավորները ճնշման ներքո են գործում։ Օրենսդիրը հստակ ասում է, որ պետությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Տեսեք, եկեղեցու ներքին գործերը եւ եկեղեցու ներքին կյանքը դա հոգեվոր կրոնական հարցերին են վերաբերում, որտեղ օրենքները չեն կարող աշխատել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ է այդ դիրքորոշումը արտահայտել եւ բազմաթիվ վեճերով ուղղակի ասել է չեք կարող միջամտել եկեղեցու ինքնակառավարման իրավունքին։
ինքնավարման իրավունքին։ Սա շատ նորմալ գործընթաց է, եւ այստեղ այն վեճերը, որը հիմա հրահրված են այդ 3 նախկին հոգևորականների կողմից, հենց վերաբերում են այդ դաշտին։ Մասյացոտնի թեմի քահանաները եւս հրապարակված հայտարարությամբ իրենց հավատարմությունն էին հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ընդգծել, որ քահանայական ծառայությունը հիմնված է Աստծո հանդեպ հավատի, կանոնական ուխտի, եկեղեցական կարգին հավատարմության եւ խղճի ազատության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել որոշումներ, որոնք դեմ են դավանանքին եւ եկեղեցական կանոնին։